Պարոն Կարապետյան, քանի հարցի պատասխանեք։ Քանի օրինակ։ Դե մի քանի, բոլորից մի հարց դռների ընտրությունների մնացել է 5 օր, պարոն Կարապետյան, ինչ կանխատեսություն ունեք, դուք ինչքան կհավաքեք, Նիկոլ Փաշինյանը ինչքան ձայն կհավաքեք։ Կարող եմ ասել, մենք հաղթելու ենք, ինչքան կհավաքենք, դա այդքան կարևոր չի։ 50 պլյուս չհավաքեք, պարոն Կարապետյան, այդ վստահությունը որտեղից, մարդեցու 50 պլյուս չհավաքեցիք։ Օրը ոնց 5 հավաքեց, արդեն նեղացրեցիք, ոնց 5 հավաքեց։ 21 թվին պատերազմից հետո այդքան էմոցիոնալ վիճակում արդեն 54% հավաքեց։ Բայց 21 թվին մենք չենք մասնակցում։ Քոչարյանն էր մասնակցում, մյուսներն էր մասնակցում։ Բայց հիմա մենք ենք մասնակցում։ Քոչարյանն էլ է մասնակցում, որին թիրախավորվում են ու ասում են, որ այ ձայները տալու են իրեն, եթե դուք ընդդիմությանը տա Քոչարյանն նորից գալու վախեցնում են, եռագլուխ են ձեզ սարքել։ Ձեր տարբերությունը մյուսներից ո՞րն է 2021-ին մասնակցել։ Մենք ուժեղ ենք, չեք տեսնում ուժեղ Հայաստան։ Պարոն Կարապետյան, եւ ձեր ակնկալած բարձր տոկոսները չհավաքեք։ Դուք դե սկզբում ասում եք, որ 100% եք գնահատում ձեր շանսերը, հետո ձեր Facebook-յան էջում 54%-անոց աջակցության մասին վկայող սոցիոլոգիական հարցման տվյալ է զետեղված, պարոն Կարապետյան։ Մինչև ընտրություններ դրա համար, թե չէ։ Ես կարծիք թույլ տվեք չհայտնել։ Մի հայտնեք։ Դուք կհեռանաք քաղաքականությունից, եթե չհանձնեք խորհրդարան։ Այդ եթե չկա, մենք հաղթելու ենք։ Ինչի համար եք ուզում անպայման ինձ սխալ ուղղության վրա դնել։ Վարչական ռեսուրսի կիրառման մասին վարչական